Գրեթե 3 շաբաթ Ռուսաստանի երկու մշակութային մայրաքաղաքներում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում շարունակվում է ռեժիսոր, խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանի բեմադրությամբ և կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանի երաժշտությամբ ստեղծված նոր իկոնաբալետային ներկայացման հաղթարշավը։ Մարտի վերջին Մոսկվայի Երմոլովայի թատրոնում տեղի ունեցած միջազգային պրեմիերայից հետո այն ներկայացվեց նաև Սանկտ Պետերբուրգում։ Առաջարկն ու հրավերը եղել է ռուսական բալետի պրիմա պարուհի Դիանա Վիշնյովայից Դիանա Վիշնյովա կոնտեքստ նախագծի շրջանակում։ Նորարարական բալետային այս նախագծի հիմքում հեղինակի ռուսական սրբապատկերային արվեստից և կինոյի մեծ գեղագետի Տարկովսկու Անդրեյ Ռուբլով ֆիլմից ծնված ոգեշնչումն է։ Միշտ ինձ գերել են ռուսական և հոգևոր երգերը և իրեն սրբապատկերները։ Եվ կարելի ասել ճիշտ ժամանակն էր այդ ոգեշնչումը օգտագործելու։ Բազմիցս ուսումնասիրել եմ իրեն սրբապատկերները և ուրեմն հոգևոր երգերը, երաժշտությունը, և այստեղ եկավ Անդրեյ Տարկովսկու ֆիլմը։ Ինքը շատ փիլիսոփայական ֆիլմ է, բարդ է նայելու համար միգուցե, բայց ինձ մեծ ոգեշնչում տվեց, որպեսզի ես կարողանամ ամբողջացնել իմ մտքերը։ Ըստ հեղինակային մտահղացման կերպարներից յուրաքանչյուրի համար ռեժիսորը ստեղծել է մենախոսություն, որի ձայնագրությունն առանձնահատուկ նրբերանգներ է հաղորդում ներկայացման երաժշտությանը։ Каждый мой вдох, каждый мой шаг, мир должен вращаться вокруг меня. 7 մահացու մեղքերը, չարի ու բարու հավերժական պայքարը, բացի պարային պլաստիկայից նաև երաժշտական մեկնաբանություններով ընդհանուր մի ստեղծարար համաձուլվածքում ամբողջացնելու համար կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանն օգտագործել է ռուսական ուղղափառ եկեղեցու երգչախմբային երգեցողության տարրերն ու շարականները։ Նոր նախագծին մոտեցել են մեծագույն պատասխանատվությամբ, օրինակ իկոնայի համար ստեղծված մոտ 5 տասնյակ երաժշտական դրվագներից ի վերջո ընտրել են միայն 12-ը։ Նախքան բալետային երաժշտություն գրելը մտածողությունը լրիվ ուրիշ ձև էր եւ սկսում ես բալետային արդեն երաժշտություն գրելուց մտածել նաեւ շարժման մասին։ Դա փոխում է մոտեցումները, որովհետև դու կոնկրետ պետք է ստեղծես այնպիսի ռիթմեր, այնպիսի ձայնային պլաստեր, շերտեր, որտեղ կարողանան լեյթ թեմաներ լինեն, կարողանան կերպարներ ցույց տան, կերպարների բնութագիր լինի եւ այլ, մարդիկ դա այդ էմոցիան զգան։ Ներկայացումը ստեղծվել է կես տարվա ընթացքում, թեև ընդհանուր առմամբ ռեժիսորը պարախմբի հետ աշխատել է ընդամենը 5 շաբաթ։ Ռիմա Պիպոյանը չափազանց կարևոր է համարում այն հանգամանքը, որ իրեն տրված էր հեղինակային լուծումների, գաղափարների ու արտահայտվելու բացարձակ ազատություն։ Այսօր արդեն ներկայացման մեծ հաջողությունը համարում են ոչ միայն իրենց, այլև հայ ժամանակակից արվեստի մեծ ձեռքբերումը։ Պետերբուրգում երկրորդ պրեմիերայից հետո Դիանա Վիշնյովան անձամբ դուրս եկավ, ասաց ես նոր որակի պարողներ տեսա եւ կարծես թե Եվրոպայում լավագույն թատրոններից մեկում էի նստած եւ այն նվիրվածությունը, որ դուք եք բեմից հաղորդում, դա իրոք գովասանքի է արժանի։ Այժմ արդեն հեղինակային թիմը ռուսական կողմի հետ քննարկումներ է սկսել իկոնայի երևանյան պրեմիերայի շուրջ, որը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերին։ Նունե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։